Ըստ պատվաստումների ազգային օրացույցի ծնվելու պահից սկսած մարդը ամբողջ կյանքում 15 հիվանդությունների դեմ պատվաստվում է 11 անգամ։ Օրացույցից դուրս ևս կան պատվաստումներ՝ գրիպի, պապիլոմավիրուսի դեմ, հիմա էլ արդեն առողջապահության նախարարությունը հաղորդագրություններով հորդորում է մինչև 56 տարեկան անձանց, ովքեր վերջին 10 տարում դիֆթերիայի դեմ չեն պատվաստվել, գնալ ու պատվաստվել։ Ուկրաինայում դեպքեր կա արձանագրված դիֆթերիայի, որը փոքր մտահոգություն է առաջացրել եւ մեր հանրապետությունում զգուշացնում են այդ մասին, որ քանի որ մենք ունենք շփումներ։ Երեխային տանել պատվաստման, թե ոչ, ծնողներին մշտապես ուզող հարցերից մեկն է, որի համոզիչ պատասխանը անգամ չունեն մասնագետները, քանի որ բայցերը շատ են։ Միանշանակ չես կարող ասել, նշում են ոլորտի ներկայացուցիչները։ Ի վերջո որոշողը ծնողն է։ Մուքակ լանորոշության մեջ ուղղակի որ ժամանակն ալ բերում է քեզ ձմեռային ու երեխուն հիվանդությունները բենը կախելի հետի եք բերում հիմնականում։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբերի տվյալներով հանրապետությունում մարդկանց ընդգրկվածությունը պատվաստումներում կազմում է 91.5%, վատ չէ, նշում են ոլորտի պատասխանատուները։ Փորձեցինք պարզել, թե ինչպիսին են ցուցանիշները Սյունիքում։ Պատկերը գոհացուցիչ է Սիսիանի տարածաշրջանում, որտեղ ցուցանիշները բարձր են հանրապետության միջինից։ Ամենաբարձր ցուցանիշը մենք ունենք 99% է, դա BCG տուբերկուլոզի պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշն է եւ ամենացածը ունենք մենք 90.49%, որը դիֆթերիայի, փայտացման եւ հեպատիտ B-ի հետ AKDF-ի, ADS-ի այդ պատվաստմանն է վերաբերվում։ Կապանում պատվաստումների ընդգրկվածությունը բավարար է համարվում, իսկ օրինակ Մեղրու տարածաշրջանում ինակտիվացված պոլիոմելիտի դեմ պատվաստման ցուցանիշը 89% է։ Արմինե Հակոբյանի խոսքով համեմատաբար նոր պատվաստում է, հավանական պատճառը դա է։ Գորիսի բժշկական կենտրոնում, Գորիս քաղաքում են շատ ցածր ընդգրկվածություն կա, այնտեղ կա եւ 72% ընդգրկվածություն, այսինքն մի փոքր Գորիսը այդ հարցով խնդիր ունի։ Ցածր ցուցանիշների պատճառները կարող են տարբեր լինել, նշում են մասնագետները։ Ինչ որտեղ կա մի փոքր բժիշկ քաղաքացի հարաբերություններում կա խնդիրներ եւ նաեւ մի փոքր էլ այն, որ մեր քաղաքացիները հիմա ավելի շատ սոցիալական ցանցերից շատ են օգտվում եւ քանի որ այնտեղ կան ոչ հավաստի ինֆորմացիաներ պատվաստումների հետ կապված։ Նորություններից մեկն այն է, որ այս տարվանից գրիպի դեմ կարող են պատվաստվել 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները նաեւ։ Մինչև հիմա ոչ մի երեխա մենք չենք պատվաստել, առայժմ շարժ չկա այդ տեսակետից, առաջարկում ենք մայրերին, հիմա գնում ենք իրանց ցանկությամբ, կբերեն, կանենք, կպատվաստենք։ Ինֆեկցիոնում կարող է ապարգել մեկ ուրիշ հարուցիչի պատճառով, բայց տվյալ տարում շրջանառող գրիպի համար նա պաշտպանում է։ Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, օրինակ անաֆիլակտիկ շոկ, չենք ունեցել, նշում է իմունիզացիայի պատասխանատուն, բայց ասել, որ ով պատվաստված է, նա լիովին պաշտպանված է հիվանդություններից, բուժաշխատողները դժվարանում են միանշանակ պատասխան տալ։